Շնորհակալություն։ Այսօրվա իմ ելույթը ուզում եմ նվիրել ԲՀԿ ավականու հայտնի քննարկմանը եւ քվեարկությանը, որը տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանում եւ բազմաթիվ մարդկանց համար բազմաթիվ տարբերակների եւ խոսակցությունների արդյունք առաջացավ։ Կուզենա եւս մեկ անգամ մեր հանրությանը բացատրել, ասելով, որ այն ապատերեկատվությունը, որը տարածվեց զանգվածային լրատվության միջոցներով, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ավականի ֆրակցիան քվեարկել է դեմ մանկապարտեզների, գրադարանների եւ այլ աշխատատեղերի աշխատավարձերի բարձրացման հարցում դա ուղղակի ապատերեկատվություն էր եւ թերություն, քանի որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դեմ է քվեարկել այն մարդկանց, այն չինովնիկների աշխատավարձների բարձրացմանը, որը այդ որոշումներում կա եւ այդ որոշումները հրապարակվել էին զանգվածային լրատվության միջոցներում։ Դրանք էին վարչական շրջանների ղեկավարները, աշխատակազմի ղեկավարները, իրենց տեղակալները, խորհրդականները, օգնականները եւ այլն, այսինքն չինովնիկները։ Եվ այդ հրապարակումներից հետո, երբ որ ես եւ իմ գործընկերները անդրադարձանք այդ պատկերներ, իրենց իրավունք վերապահեցին, տարբեր տիպի պատվիրված հոդվածներ գրել Բարգավաճ Հայաստան կուսակցության տարբեր падգամավորների հասցեին։ Եվ ես այսօր զգուշացնում եմ այս ամբիոնից, որ մենք իհարկե այդքան ոչ ժամանակ, ոչ էլ հնարավորություն ունենք այդ մակարդակի մանկլավիկների պատասխանելու, բայց մենք իրենց տերերին ենք զգուշացնում, որ նման շներին քսի տալուց առաջ հասկանան, որ մեր կողմից հարվածը լինելու է շատ ավելի ուժեղ եւ շատ ավելի հզոր, եւ այդ հարվածը լինելու է ոչ թե մանկլավիկներին, այլ իրենց տերերին։ Իսկ հիմա ավելի կոնկրետ։ Եթե այս քվեարկության վերաբերյալ կան տարակարծություններ եւ կա պարզաբանելու բան, իսկ մենք արդեն մեր կարծիքը արտահայտել ենք եւ ես այս ամբիոնից եւս մեկ անգամ դա արտահայտում եմ։ Ես պատրաստ եմ այս հարցի շուրջ հրապարակայնորեն բանավիճել Երևանի քաղաքապետի հետ յուրաքանչյուր հեռուստատեսության եթերում։ Եվ ի տարբերություն շատ նմանատիպ մարդկանց, ովքեր տարբեր ստրելկաներ էին խփում Մելիք Ադամյան փողոցում, որոնց գործելավոճը բացահայտվեց վերջերս սոցիալական ցանցում, ես հրապարակայնորեն եւ քաղաքակիրթ քաղաքական տարբերակով առաջարկում եմ քննարկել, բանավիճել այս հարցը, որպեսզի հասարակությունը շատ լավ իմանա, թե ով ինչ է քվեարկել եւ ով ոնց է մոտեցել այս հարցին։ Ես սպասում եմ ձեր արձագանքներին։ Շնորհակալություն։